Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Խաչիկյան հրավերս ընդունելու համար, զրույցն առավելապես գեոպոլիտիկ process-ներից ու Հայաստանին դրա առնչությունից է լինելու եւ ուզում եմ զրույցը սկսենք սպասվող մայիսի 9-ի զորահանդեսին Հայաստանի մասնակցել չմասնակցելու հարցից, մինչև այս պահը իշխանությունը պաշտոնապես չի հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվայից, ռուսական կողմը վերջին օրերին պարբերաբար հիշեցնում է, որ հրավիրված երկրների թվում նաև Հայաստանն է ու ունենք այսպես ասած օդում կախված ինտրիգ, մյուս կողմից էլ ճնշումներ Եվրոպայից ուղղված այն երկրներին, որոնք պատրաստվում են այցելել Մոսկվա եւ ներկա լինել Կարմիր հրապարակում այդ զորահանդեսին։ Նիկոլ Փաշինյանը ումից է վախենում, ինչի է հապաղում եւ հավանական է արդյոք, որ նա այս անգամ էլ կորոնավիրուսով հիվանդանա, ինչպես այդ պատրվակը օգտագործեց եւ չմեկնեց Պետերբուրգ։ Նախ տեսնում եք, որ մեծ ծավալով դրոնային հարձակում է սկսվել Ռուսաստանի վրա, 500-ից ավելի դրոն է արձակվել Ռուսաստանի վրա եւ երևի մայիսի 9-ին նրանք փորձեն ինչ որ բան անեն այնտեղ, այսօր երկու օդանավակայան էին փակվել Մոսկվայի կողքը։ Կարող է լինել հարձակում, որին դուք տեսաք Մեդվեդևը խոստացավ, որ հաջորդ առավոտյան արձագանքը, սա կարող է էսկալացիայի տանել։ Ինչ վերաբերում է այս մարդու գնալու կամ չգնալուն, իմ կարծիքով մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում եւ սա էլ լուրջ չէ, կամ որոշիր մի կողմ կամ մյուս կողմ։ Եվ այսպես էլ մենք այս երկու աթոռի մեջտեղը, ինչպես ես ամեն տարի ամեն օր ասում եմ, մենք այդ երկու աթոռի մեջ մնացինք։ Մենք չորոշեցինք, մենք արևմուտքի հետ ենք, մենք Ռուսաստանի հետ ենք, ոչ այնտեղ կարողացանք, ոչ էլ այնտեղ։ Մեր սիրելի հարևանները գնում են, չէ՞։ Ադրբեջանը զորախումբ առնվազն ուղարկելու է, դա հաստատված է։ Իսկ Եվրոպան մեր շատ սիրելի, որը շատ դեմոկրատիա է սիրում, դրա համար անընդհատ գնում Բաքու, իսկ մեզ չի կանգ առնում Երևանում, մեզ չի նկատում, որ դեմոկրատիան սիրում, Ալիևի նավթ ու գազն են սիրում։ Իրանց ինչ որ նկատողություն արվել է, որ նրանք գնում են Մոսկվա, երևի չէ։ Մեզ սպառնում են, ասում են, որ հետևանքներ կլինեն եւ այլն, բայց հետաքրքիր է, որ այդ Մարիա Կալասը, որ մեզ սպառնում է, պատասխան չի տալիս։ Իսկ եթե մենք 7 տարի վարեցինք պրոեվրոպական, պրոարևմտյան քաղաքականություն, խոսում ենք դեմոկրատիայի մասին, Ռուսաստանից փորձում ենք փոխվել, ինչ ստացանք մենք դրա փոխարեն։ Մենք կորցրեցինք Արցախը, Եվրոպան անգամ դա չդատապարտեց, որոշ մարդիկ դատապարտեցին, բայց ընդհանուր առմամբ ոչ քաղաքական որոշում կայացնող։ Սանկցիաներ չեղան, մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց, սանկցիաներ չեղան, շատ լավ էլ ներդնում են Ադրբեջանի տնտեսության մեջ, բրիտանացիները, ամերիկացիները եւ մեր շատ սիրելի ֆրանսիացիները։ Մակրոնը մեծ խոսում էր, որ Twitter-ում հայերեն էր գրում, բանաստեղծություններ էր գրում, ասում էր մենք ձեր կողքին ենք, ոչ մի բանով էլ չօգնեց, մի անգամ Հայաստան էլ չեկավ, չնայած մի անգամից թռավ Միջին Ասիա էր, որ ուրանի հարց կար, այստեղ անգամ 45 րոպեով չկանգնեց։ Մեզ բոլոր հարցերով խաբեցին, բացարձակ մեր դեմոկրատիան ոչ մեկին պետք չէր, մեզ գցեցին, ինչպես ուկրաինացիներին, բայց ուկրաինացին ավելի վատ գցեցին։ Մեր մոտ 120,000 մարդ էր, այնտեղ 1 միլիոնից անցել է զոհերի թիվը։ Այսինքն հարցերը թող Եվրոպան իրեն տա, թե ինչպես նա իրեն պահեց մի ժողովրդի նկատմամբ, որ իրեն հավատաց։ Մենք միամիտ 18-ին այստեղ գորգորում էինք, չէ՞, դեմոկրատիա ենք ուզում։ Ու ստացանք սա։ Իմ կարծիքով մենք ենք կորցնելու գնալուց կամ չգնալուց։ Վախենում է պարոն Խաչիկյան Նիկոլ Փաշինյանը հստակ քայլերից, որովհետև այդ սպասվող այցին ընդառաջ եղավ նրա անսպասելի այցը Էստոնիա եւ ըստ օդում կախված, ինչպես ինքը կասեր տեղեկությունների, Էստոնիայում բացի հրապարակային պաշտոնական հանդիպումներից նա նաեւ գաղտնի հանդիպումներ է ունեցել, այդ թվում խոսք է գնում Մուրի հետ հանդիպման մասին։ Դա երրորդը կլինի։ Երկու անգամ արդեն հանդիպել է, չէ՞, Մուրին։ Այսինքն նա ուղղակիորեն, եթե դա ճիշտ է, բայց առաջի երկուսը մենք տեսել ենք։ Դա պաշտոնական։ Այո, նա ուղղակիորեն Անգլիայից հրահանգներ է ստանում, թե էլ ինչ անել Հայաստանի հետ։ Իսկ Անգլիայի շահերը ստեղ ինչն են։ Հայաստանը ինչքան հնարավոր է ենթարկել Թուրքիային եւ Ադրբեջանին եւ ռուսներին այստեղից դուրս հանել։ Ես քանի տարի ասում եմ, որ այս խումբը ոնց որ սպասարկում է երրորդ կողմի շահերը։ Կոնկրետ Թուրքիայի եւ Անգլիայի շահերը։ Անգլիան իմ շատ սիրելի երկիրն է, որպես ժողովուրդ, կրթություն, լեզու, հիանալի երկիր է, որ շատ սիրում եմ, բայց կառավարությունը պրոթուրքական եւ հակահայկական արտաքին քաղաքականություն է տանում։ Դրա համար կարելի է սպասել, այո, այդ մարդուց դուք ինչ եք սպասում։ Դուք այդ մարդուց արտաքին քաղաքականություն եք սպասում, այս խմբից։ Դուք ինչ որ բան տեսաք,
Ոչ մի կողմից, ոչ մյուս կողմից։ Մի կողմից ավելի չտապալեցինք, մյուս կողմից ոչինչ չստացանք, սենց էլ մնացինք։ Մեր հարևաններին շատ լավ սիրում են եւ Մոսկվայում, եւ Եվրոպայում եւ ոչ ոք իրենց հարց չի տալի, դուք դեմոկրատիա եք թե ոչ ոք այնտեղ սորոսական խմբեր չի ուղարկում, տեսակ այդ թվերը։ Իդեպ դուք որոշակի բացահայտում եք արել, ներկայացնելով այդ թվային տվյալները արդեն, թե ինչ հոսքեր են եկել Հայաստան մեդիաների, այսպես ասած, բլոգերների ֆինանսավորման համար։ Որ մեր գլուխը լվանան, մեզ սովորացնեն, որ ռուսներն են մեր թշնամիները, ռուսներից է ամեն ինչ, բոլոր չարիքները ռուսներից են, թուրքերն են մեր ընկերները, 5000 տղասպանելը պետք է մոռանալ, Ղարաբաղի հանձնելը պետք է մոռանալ, ցեղասպանությունը պետք է մոռանալ, Արարատը պետք է մոռանալ, այդ փողերը այսպես լսում են, որ ասում են բացահայտում, ես այնքան զարմանում եմ, որովհետև նրանք իրանք են բացահայտում։ Միջոց շատ հետաքրքիր մարդիկ են, իրանք բացահայտում են, կախում են բանի վրա, ինտերնետի վրա, բոլորը կարան կարդան 3.3 միլիարդ դոլար 91 Այդքան գումար հոսել է Հայաստան քարոզչության համար։ Ոչ միայն։ Այնտեղ եթե դուք նայեք վերջի 5 տարվա ընթացքում 10 անգամ ավելացրել են ֆինանսավորումը, հենց որ սրանք եկան իշխանության իրանց օգնությամբ։ Մի տարի առաջ 17-ին 4 անգամ բարձրացավ այդ հասարակական կազմակերպությունների թիվը։ 4 անգամ նախապատրաստվել է process-ը։ Դե ինչ կարող են առնվազն կապ տեսնել։ Զուգադիպություն հնարավոր է, դրանից հետո 10 անգամ բարձրացավ ֆինանսավորումը, որից մոտավորապես 15 միլիոն այստեղ, 20 միլիոն այնտեղ տրվում էր հենց լրագրողների տրեյնինգի, բլոգերների, լրագրողների, ինֆլուենսերների տրեյնինգի համար, գրած է իրանց զեկուցման մեջ, այն մարդիկ, որ իրենց ստուգում են, ասել եմ այդ ես էլ կսկսեմ ինձ ստուգել, առավոտը ինքս կնայեմ հայլու մեջ, ինձ հարցեր կտամ ու կպատասխանեմ, բայց դա շատ վտանգավոր է, դա կարող է տանել որոշ շեղումների, որ գրանտ ստացող մարդ ասում է ես ինձ ստուգել եմ, ես գրանտ չեմ ստացել, այդ իրանց գործն է, թող զբաղվեն։ Գրած է իրանց սայթի վրա, որ մոտ 338 լրագրող անցել է տրեյնինգ, բլոգեր, ինֆլուենսեր, մոտ 50 մեդիա հարթակ, մոտ 100, կարծեմ 1160 մարդ անցել է տրեյնինգ։ Այսինքն իրանց սովորացնում են, թե ինչ է ազատությունը։ Ազատությունը դա այն է, որ դու քո ժողովուրդը հանձնում ես։ Դեմոկրատիան ինչ է։ Դեմոկրատիան այն է, որ մարդուերեսին թքում ես փողոցում, բաների, զոհվածների մայրերին կարմիր բեյետներով բոլոր քաշ ես տալիս, որ պարլամենտում վիրավորում ես հայոյանքներ ես անում կամ խոսում ես անդրավարտիկներից, դա է դեմոկրատիան իրանց։ Կամ մարդկանց վրա հարձակում ես սայթերի վրա, այդ հայոյանքներն ես գրում, որոշ ֆեյքերի ֆաբրիկա եք ստեղծում, էլ ինչ են արել, բան եք նռնակ եք գցում խաղաղ բաների վրա, դեմոնստրանտների վրա, արգելված, իսկ դրանից առաջ երրորդ նախագահան այդպիսի բան չէր արել, որ սա եկավ, չէ, իշխանության։ Այսինքն նրանք երբ որ պետք է այդ դեմոկրատիան կպցնում են, երբ որ պետք է հանում են։ Ես իրանց կհրավիրեի Տիկին Կալասին, այս մեր թիմը ստեղ որ կա, ես էլ կօգնեմ, կֆինանսավորեմ։ Թող նրանք ամբողջ այդ խումբը հավաքեն, այնտեղ գիտեք քանի մարդա պարզվում է, դե տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ժուրնալիստներ են։ Նրանց բոլորին հավաքեն, ուղարկեն Բաքու, թող Բաքուին դեմոկրատիա տարածեն։ Ես օրինակ շատ կուզենայի, որ Ադրբեջանը դառնա դեմոկրատական երկիր։ Թող գնան, մենք բոլորս կօգնենք։ Դա հետաքրքիր է, համարձակեն այդպես բան անեն, Ալիևը թուրքը։ Դե տեսնում ենք, չէ, ինչ է կատարվում այսօր Բաքվում միջազգային կազմակերպությունների հետ Կարմիր խաչի փակումը տեսանք, հիմա արդեն ՄԱԿ-ի մյուս կառույցների հետ է նույնը տեղի ունենում։ Այո, այսինքն միջազգային հանրությունը դուք տեսաք ինչ է։ Միջազգային հանրությունը բարձում է, որ նավթ ու գազա պետք շատ փախստականների գրասենյակի հետ կապված process-ը սկսվեց օրեր առաջ։ Իսկ մեզ ասեցին, բան պետդեպի բան չամաչեց, պետդեպի ներկայացուցիչը ասեց, մենք դեռ չգիտենք ղարաբաղցիները ինչու են դուրս եկել Ղարաբաղից։ Մենք դա չգիտենք։ Պիտի ուսումնասիրենք։ Պիտի ուսումնասիրենք։ Ես գիտեք, կառաջարկեի էքսպերիմենտի համար, ես ու դուք երկու հատ հրացանվեցնենք, գնանք իր հյուրանոց կրակեինք իր դռան վրա հոթելում, որ նա բան փախներ պատուհանից, մենք հետո մտնենք ու հարցազրույց վերցնենք։ Դուք ինչու փախաք։ Մենք ուզում ենք ուսումնասիրենք այդ հարցը։ Այսինքն մեր երեսին բացի-բաց թքում են եւ արևմուտքից եւ այդ երկու կողմից Թուրքիան, Ադրբեջանը, դե մեր թշնամիներն են, դա պարզ է։ Ու մենք ունենք sense անհասկանալի խումբ, որը զբաղված է այդ ռազմիրատներով, հա, չասեցիք, է։ Դեմոկրատիայի վառ դրսևորում, եթերում իհարկե տեսա։ Տրեյնինգների արդյունքն էլ բաներ, կամերայի դեմ մարդ ծեծելը։ Ես բան Լոնդոնում այդ ժամանակ, որ հեռախոսով տեսա, ես տեսա, որ հարևանը sense նայում է մետրոյում, նայում է իմ հեռախոսի վրա, ես թաքցրեցի։ Եթե ինձ ամաչեցի։ Բա ոնց չամաչես։ Սա ինչ որ Մումբայում սարից իջած ցեղը, տենց բան չէ։ Բայց Եվրոպամեն ուժ է, հանրապետություն կուսակցություն, արևմտյան արժեքներ է դավանում։ Շատ, գիտեք ինչ պետք է անեն, այդ տրեյնինգների մեջ պետք է մի հատ դասընթաց ընդգրկեն բոքսի եւ կարատեի։ Եթե մեր քաղաքականությունը այս ուղղությամբ է գնում, գոնե տղամարդու պես կռվեն։ Այդ տղամարդու կռիվ չէր, սենց բաներ անելը, տենց չի լինում։
Ես չեմ ասում, որ մասնագետ եմ, բայց ժամանակին մի քիչ պարապել եմ, այնպես չեն անում։ Խաչիկյանը, եթե վերադառնանք քաղաքական ուղերձներին, որոնք այս իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները հղում են եւ հասարակությանը եւ տարբեր կենտրոնների, պիտի խոսենք Ալեն Սիմոնյանի վերջին օրերի քաղաքական ակտիվության մասին, որոշակի դադարից հետո նա նոր թափով է սկսել հակառուսական հայտարարությունների այդ ալիքը եւ օրերս իր ճեպազրույցում անգամ Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու, ֆինանսավորելու այդ պատերազմը եւ այլն այդ բոլոր գործողությունների մեջ դրան իհարկե եղավ նաեւ Մոսկվայի արձագանքը արտգործ նախարարության խոսնակի միջոցով։ Գիտեք, եթե նրանք կարողանային կտրվել Ռուսաստանից եւ ինչ որ այլընտրանք ունենային եւ իսկապես հիմա օրինակ ունենային առաջարկ ՆԱՏՕ-ի կողմից, Ամերիկայի կողմից այստեղ ստեղծել ռազմաբազա եւ այլն, ես կասեի դա ճիշտ չէ, դա վտանգավոր է, բայց եթե ուզում եք արեք, գոնե ինչ որ բան ունեք։ Իմաստը ի՞նչ է անընդհատ ռուսների հետ կռվել։ Դուք ինչ որ ուրիշ բան ունեք, չունեք։ Տեսակ որ ձեզ ոչինչ չտվեցին, ձեզ տվեցին, հիշում եք էլի այդ աննախադեպ բանը, մեքենան միացնում են, հա, Բրյուսելը, այդ մեքենան միացնում են, փող են տալիս սրանց, ու զանգ ինչ որ բառեր են ասում։ Նրանք չգիտեն այդ բառերը ինչա նշանակում, ինչ է դա աննախադեպ, 40 միլիոն էին տվել, 50 միլիոն տարեկան, որը առանց դրա է տալիս են, երևի մի 20%-ով բարձրացել էր։ Նայեք Ուկրաինային ինչ էին տա։ Ուկրաինայի օգնությունը 1 տրիլիոնից անցնելու է։ 300 միլիարդ արդեն ստացել են, պլյուս ուզում են 800 միլիարդեր տրամադրել, ինչ որտեղ ծրագրեր են մշակվում, անընդհատ ինչ որ թվեր են գալիս, 100 միլիարդ, 200 միլիարդ։ Տեսեք, այնտեղ ինչա, 1000 անգամ ավելի մեծ թվեր են այնտեղ ուղարկվում եւ իրանց օգնությունը, ռազմական օգնությունը Ուկրաինային իսկապես աննախադեպ է։ Դա իսկապես աննախադեպ է։ Այս քուչի բազարները կներեք, ինչ իմաստ ունեն, ես չգիտեմ, մեր պարլամենտը, որ մենք պարլամենտ ենք, չի ասում, ես չնայած չեմ էլ հասկանում էլ, էս ինչա։ Այս ինչ պետություն է, այս մենք failed state ենք, ձախողված պետություն ենք, ձախողված պարլամենտ, ձախողված արտաքին քաղաքականություն, սա խուժանա պետություն է։ Այդ կամերայի դեմ sense իրանց բայել է, հետո Անդրավարտիկից խոսել է պարլամենտում։ Գիտեք, ես իմ ուսանողների հետ շատ եմ խոսում, մեծ մասը համարյա բոլորը ասում են, այստեղ ապագա չկա։ Սա նայելով բայց իրենց ապագաներ չէ խոսքը։ Հա, չէ, բոլորը ուզում են գնան, բոլորը ուզում են գնան, բոլորը երիտասարդները ասում են, այստեղ մենք ինչ անենք, այս սրանց հետ մենք ինչ անենք։ Հետո վերջում էլի գնալու եք ներողություն եք չէ խնդրելու։ Այսինքն եթե վիրավորում եք ու մինչև վերջ կարող եք ձեր դիրքը պահեք, լավ, փորձեք։ Բայց հետո էլի գնում են, ինչ որ իրանց միած սիլային տալ, էլի հետ են գալու ներողություն։ Ու ավելի ծանր պայմաններով, չէ՞։ Այո, այսինքն սրա իմաստը ինչ է, այս բազարի իմաստը ինչ է։ Արտաքին քաղաքականությունը, գիտեք, գուցե պետք չի մեղադրել այդ մարդկանց, որ սենց են, որովհետև նրանք չգիտեն ուրիշը։ Նրանք սրանից լավը չգիտեն։ Նրանք էս գիտեն։ Կռիվանել, վիրավորել, հայհոյել, թքել, էտա։ Դրա համար ամեն մեկը չպետք է զբաղվի արտաքին քաղաքականություն։ Եթե մենք արտաքին քաղաքականություն ունենայինք, մենք Ալիևի պես հիմա ամբողջ աշխարհը կգար մեր ձեռները պաչելու Բաքու։ Տեսեք ինչ անում։ Ամբողջ աշխարհը իր մոտ հավաքվում է։ Անընդհատ կոնգրեսներ, կոնֆերանսներ, Եվրոպայի ներկայացուցիչն է գալիս, Ղարաբաղ, Մարաբաղ, ոչ մի կապ չունի, մարդկանց էթնիկ զտում, ոչ մի կապ չունի։ Այդ իրանց խոստումները մենք թույլ չենք տա հայաթափել Ղարաբաղը։ Բոլորը մոռացան, ամեն ինչ մոռացան, Հայաստանի տարածքը զբաղացված է, ամեն ինչ մոռացան։ Մոսկվային մեղադրում են, որ ոչինչ չարեց, որ մտան ջերմուկ։ Այդ հարցով այո, Մոսկվան պետքա մի բան աներ։ Դա սխալ էր։ Այո, դա սխալ էր։ Բայց եթե դուք ուզում եք ձեր դաշնակիցը ձեզ օգնի, դուք ինչու եք անընդհատ դաշնակցի հետ փչացնում ձեր հարաբերությունները։ Խաչատուրովին չձերբակալեիք, Պուտինին չվիրավորեիք, անընդհատ պրոարևմտյան արևմուտքից մարդիկ սեղ չգային, գուցե Ռուսաստանը ուրիշ ձևով իրեն պահեր։ Էդ էլ էր սխալ, բայց Եվրոպան էլ ոչինչ չի անում։ Մի կողմին մեղադրում են եւ այս հարցում արդարացված է։ Մյուս կողմին ոչ իմանով չեն մեղադրում։ Բանը Ուկրաինային ներխուժեց Պուտինը, Ուկրաինա ամբողջ աշխարհը կանգնեց ոտքի սանկցիաներ։ Մի ամբողջ երկիր Սիրիան նվաճեց Թուրքիան, մի բառ չեն ասում։ Մի բառ։ Այսինքն միջազգային օրենք, միջազգային հանրություն չկա։ Երկակի ստանդարտ։ Երկակի, հինգակի, չգիտեմ արդեն ինչքան դեմք ունեն դրան։ Հիմա Իսրայելը բաց հայտարարել է կարծեմ երեք, մենք գրավելու ենք Գազան, վերջացավ։ Բանը արաբները դուս են գալու ստեղ։ Բաց։ Միացյալ Նահանգները ասում են լավ է կանում, սա դառնալու է Ռիվիերա։ Մի ամբողջ երկիր, բան ոնց որ գույք լինի, անշարժ գույք։ Մարդկանց տեղափոխենք, տարածքը դարձնենք բիզնես գոտի։ Ես ու դուք գնանք Ծաղկաձոր, բոլորին այնտեղից բան հավաքենք, տանենք, հանենք դուրս, այնտեղ մեր գույքը տեղադրենք։ Պարոն Խաչիկյան, միջազգային գեոպոլիտիկ զարգացումներին անդրադարձեք, մասնավորապես Թրամփի խոստացածը եւ արդյունքը մենք արձանագրում ենք առնվազն ուկրաինական բանակցությունների մասով հետընթաց է, որովհետեւ ռազմական գործողությունները
հարցումները շարունակվում են, կողմերին չի հաջողվում բանակցային սեղան նստեցնել առնվազն մինչև այս փուլը եւ այդ որոշակի լավատեսական նոտաները կարծես իրենց տեղից զիջում են։ Ինչ կարողացավ այս ընթացքում, այս 100 օրեր, 100+ արդեն օրերի ընթացքում արձանագրել Թրամփը։ Սա բացարձակ ձախողում էր, համարյա բոլոր հարցերով սա ձախողում էր։ Նա երևի ԿՊ-ի անդամ է, չգիտեմ, ամեն ինչ էլի խոստացավ, ու էլի ոչ մի բան չստացվեց։ Նա ասեց 24 ժամում կանգնեցնեմ պատերազմը, ոչ մի բան էլ նա չկանգնացրեց, չէ՞ փորձեր արեց, լավ է որ փորձեց։ Բայց ես քանի տարի է ձեր մոտ նստած ասում եմ, այս այն կոնֆլիկտը չի որ հեշտ է լուծվելու, որովհետև սա կենսական հարց է Ռուսաստանի համար եւ կենսական հարց է Ուկրաինայի համար։ Սա կիսելը լինելու է համարյա անհնար։ Այսինքն մի կողմը պետք է մյուս կողմին կոտրի։ Արդեն կարող ենք չէ ենթադրել թե որ կողմն է կոտրվողը։ Մոտենում է դրան, ցավոք սրտի, ես բացարձակ չեմ ուրախանում, որ Ուկրաինայի ժողովուրդը հավատաց այդ արևմտամետ գրանտակերներին ու ընկավ սրանց ձեռքը ու տեսեք ոնց օգտագործեցին ու գցեցին։ Ու պետություն կործանվեց բոլորի աչքի։ Մի ամբողջ պետություն եւ հետո վերջում ասեցին դուք հիշում եք չէ՞ մենք ինչու էս պատերազմը սկսեցինք, որ դուք դարակ ՆԱՏՕ-ի անդամ։ Ուրեմն դուք ՆԱՏՕ-ի անդամ չեք դառնալու։ Դրա համար էր Զելենսկին կատաղել։ Ես ասում եմ, ես իրան հասկանում եմ որպես մարդ, ես իրան հասկանում եմ։ Նա գնաց Վաշինգտոն իրեն ասի դուք 3 տարի 1 միլիոն ուկրաինացի սպանեցիք, բայց մենք ձեզ խաբեցինք, կներեք ՆԱՏՕ չի լինի ձեզ համար։ Հələ տեսեք, սենց ցինիկ բան, ես չեմ ասում որ ես Զելենսկու ընկերն եմ, բացարձակ, բայց ես իրան հասկանում եմ որպես մարդ։ Փոխարենը Թրամփը ստացավ այն ինչ ուզում էր այդ հազվագյուտ հանածոների մասով համաձայնություն Ուկրաինայի հետ ձեռք բերեց։ Դա նշանակում է արդյոք Ուկրաինայի փաստացի տնտեսական գաղութացում։ Այո, դա նշանակում է դառնում գաղութ։ Դա տենց էին անում գաղութների հետ, կոնցեսիաներ էին ստանում, որ որոշ ռեսուրսներ հանում են ցածր գներով կամ առանց ինչ-որ մուծումների եւ այլն։ Հաջորդը այնտեղ արդեն իսկապես ինչ որ մնա Ուկրաինայից կարող է դառնալ մի փոքրիկ ռազմաբազա կամ Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի, որպես պետություն Ուկրաինան կործանվեց։ Այդ մեկ, երկրորդը սկսեց այդ տարիֆային պատերազմը։ 200%-ով տարիֆները բարձրացնել Չինաստանի համար, երբ Միացյալ Նահանգներում արտադրվող այն ինչ որ մնացել արտադրության մի մասը, մասերը ստանում են Չինաստանից, այսինքն դրա գինը 2 անգամ բարձրանալու է, դուք մտածում եք։ Սա միանգամից խփելու է միջազգային տնտեսական կապերին, առևտրին, կրիզիս առաջանալու, ճգնաժամ առաջանալու ամբողջ աշխարհում։ Սա էլ պոպուլիստ է, նա էլ է պոպուլիստ, նման է, այս մեկին շատ նման է։ Շոումեն է, ոչինչ ստացվեց, տնտեսական հարցերը չկարողացավ լուծել, պատերազմը չկարողացավ կանգնեցնել, բանում Միջին Արևելքում ասում են մենք ռիվիերա կանենք, պաղեստինցիներին կհանենք այնտեղից, այսինքն հութիների հետ պատերազմ սկսել, Իրանի վրա հարձակման հնարավորություն դեռ կա, կարող են հարձակվել միջուկային օբյեկտների, Իրանը կպատասխանի, տեսեք հութի լինելով ոչ թե Իրան, ելի կարողանում են հարվածել Բեն-Գուրիոն օդանավակայանին եւ Իսրայելը իրեն պաշտպանել չի կարող փաստորեն, այսինքն այդ հրթիռները կան։ Իրանի ծրագիրը, որքանով ես գիտեմ, շատ ավելի լուրջ հրթիռներ են, որոնց նրանք չեն կարող պաշտպանել։ Կարող է մեծ կոնֆլիկտ սկսվել։ Թուրքիան, Իսրայելը գնում են բախման, որոշ բախման չնայած լարվածություն կա, իրենց չեն թողնի, ես չեմ կարծում, որ թողնեն, որ նրանք իսկապես ինչ որ միջադեպներ լինեն ռազմական, շատ ուժեղ պետություններ են, շատ հզոր հնարավորություններ ունեն եւ երկուսն էլ Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցներն են։ Մեր շուրջը ձևավորվում է, շարունակում է ձևավորվել այդ դաշինքը, Իսրայել, Ադրբեջան, ցավոք սրտի եւ Թուրքիա եւ Միացյալ Նահանգներ եւ Անգլիա։ Իսկ մեր դեսպանատունը Վաշինգտոնում փոխանակ այնպես անի, որ մենք այնտեղ ազդեցություն ունենանք, ես չգիտեմ ինչով է զբաղվում, այդ սելֆիներով է զբաղվում, Մոսկվայում փոխանակ մենք լուրջ քաղաքականություն տանենք ռուսների հետ, տեսնենք ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ, մենք բանենք Զախարովայի հետ բազար ենք անում։ Սա է մեր արտաքին քաղաքականությունը, ինչ ասեմ դες։ Խաչիկյան եւ տարածաշրջանում ըստ էության Միացյալ Նահանգները Թուրքիայի ձեռքերն ազատել է, եթե փորձենք, հա, վերջին շրջանում այո, Սիրիան եւ նրա առհասարակ հավակնությունների մակարդակն ու ծավալը եթե փորձենք վերլուծել, նրան տրված է այդ գործելու ազատությունը։ Դա ինչ է նշանակելու մասնավորապես մեր տարածաշրջանի համար, դա ինչ է նշանակելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի համար, որովհետև թվում է թե օրակարգում այդ հարցերը որոշակի սառեցված են, բայց մասնագետները, պրոցեսներին հետևողները հասկանում են, որ դա միայն թվում է։ Նրանք չեն հրաժարվի դրանից, դա իրենց համար ստրատեգիական ճանապարհ է, սա իրենց համար տրանսպորտային խնդիր չի, սա Ադրբեջանի Թուրքիայի միանալու հարցն է եւ հայերին այստեղից դուրս հանելու հարցն է, որ հայկական ֆակտոր այլևս չլինի այստեղ եւ երբեք որևէ մեկը չմտնի այստեղ Ռուսաստանի պես հայերին հետ բերի, որ հետո հայերը Ռուսաստանին մեղադրեն, որ մեր բոլոր խնդիրների մեղքը դուք եք, մեղավորը դուք եք։
Դա է իրենց ցանկություն։ Մեր մոտ լինելու է Թուրքիայի եւ Իսրայելի հեգեմոնիա այս ռեգիոնում։ Միացյալ Նահանգները Իսրայելին ամեն ինչ թույլ է տալիս, ներառյալ ցեղասպանություն, որը ՄԱԿ-ը ընդունել է որպես ցեղասպանություն, Ամերիկայում դուք դա ասեք, ձեզ գործից հանում են։ Դեմոկրատիայի մասին ենք, չէ՞ խոսում։ Հենց որ դուք ասում եք ցեղասպանություն է կատարում Իսրայելը, ձեզ գործից հանում են։ Դրա համար մեր գրանտակեր կանալները այստեղ չեն համարձակում դրա մասին խոսել, որովհետև միանգամից իրանց փողը կկտրեն, որտեղից որ նրանք ստանում են։ Մեր լինելու է մեր մոտ հեգեմոնիա, Իսրայել-Թուրքիա հեգեմոնիա եւ Ադրբեջան։ Այսինքն մենք իրենց ենթարկվելու ենք, եթե չփորձենք ինչ որ հակակշիռ գտնել։ Իսկ հակակշիռը դա Իրանը, Ռուսաստանն է։ Իրանի հետ ինչ որ շարժումներ անում ենք, բայց եթե նա Էստոնիայում մուրի հետ հանդիպում է, եթե դա ճիշտ է, Իրանը ոնց մեզ հետ գործ ունենա, երբ որ ինչ որ քննարկում է, վաղը իմանալու է Բրիտանիայի հետախուզությունը, Ամերիկայի հետախուզությունը, իրանց թշնամին, ոնց Իրանը մեզ հետ գործ ունենա, բացատրեք։ Այսինքն այս ինչ որ շիզոֆրենիայի քաղաքականություն է, չեն կարողանում որոշել, որ ուղղությամբ գնալ եւ ամեն ուղղությունով տապալվում են։ Ես ինչ որ սա փաստերի հիման վրա եմ ասում։ Եվ պարոն Խաչիկյան, այսօր Նիկոլ Փաշինյանի արտարդատության նախարարը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ է լինելու 10 ամսվա ընթացքում, իսկ հաշվարկները հանգում են նրան, որ ըստ էության սպասվող հերթական ընտրություններին զուգահեռ պատրաստ կլինի այդ սահմանադրությունը, որի ընդունմանը այս իշխանությունը գնում է Բաքվի ուղիղ պահանջով ու թելադրանքով, նշանակում է արդյոք, որ Փաշինյանը մտադիր է երկու զուգահեռ ընտրական գործընթացով փորձել լուծել հարցը, փորձել վերարտադրվել ու նաև Ալիևի պահանջով այդ սահմանադրությունը փոխել, ապահովել նաև փաստացի այդ պահանջի կատարումը։ Կարծում եմ, որ այո, եւ դա նշանակելու է Հայաստանի Հանրապետության վերջը։ Մենք դառնալու ենք կախված վասալ տարածք, որտեղ գործում է Ադրբեջանի դեսպանը, դեսպանատունը, այս խումբը եւ ամեն ինչ կատարելու է։ Սա նշանակում է, որ Հայաստանը արդեն անկախ պետություն չի, պաշտոնապես։ Եթե ձեր հարևանը պահանջում է դուք սահմանադրություն փոխեք, դուք դա անում եք, նշանակում է դուք արդեն սուվերենություն չունեք։ Նրանք հակառակն են ասում, մենք սուվերենությունը բարձրացնում ենք Հայաստանը քանդելով։ Հա, եւ հաջորդը լինելու է ադրբեջանցիների գալը ստեղ եւ Հայաստանի արդեն հայրի այստեղ դուրս գալ։ Հենց որ այստեղ լինեն, այո, ներսից, անկռիվ։ Դե ես ասել եմ, եթե նա 300,000 ադրբեջանցի է ուզում բերել ստեղ, եւ գիտեք, ստեղ հենց որ դուք ինչ որ անհամաձայնություն հայտնեք, ձեզ սկսում են ծեծել։ Այդ մարդկանց տեսել եք, չէ՞, գյուղերից բերել են, կարմիր բերետներ, բաներ, ոստիկաններ, պարեկներ, ներքին բանակ են ստեղ ստեղծել։ Պլյուս մենք ունենք այդ ներքին այդ գախնի բանակը, գրանտակերների, որոնք արևմուտքից սնվում են, պլյուս մենք ունենք այս բանը, կարմիր բերետները, որոնք մարդ են ծեծում։ Իրենց բաները, աշխատավարձները էլի կբարձրացնեն, էլի մարդկանց կվախացնեն, կծեծեն, արևմուտքից միլիոններ կբերեն, էլի այդ կանալները կմիացնեն, մեզ կբացատրեն, որ լավ բան է հանձնվելը, որ ադրբեջանցիները որ գան Հայաստան, դա շատ լավ է, որ մենք մեր գյուղերից դուրս գանք, 300,000 մարդ, եթե հաշվեք, որ մի գյուղում 5,000 մարդ ապրում, ես չգիտեմ մոտավորապես ինչքան, 60 գյուղ պետքա մենք ազատենք։ Եկեք ընտրեք։ Մի անգամից են մարդկանց, որ այդքան ուրախանում են, որ ասֆալտ ունեն։ Մի հատ ասեք, շատ լավ, ասֆալտը շատ լավ բան է, մենք բոլորս համաձայն ենք։ Հիմա դուք որ գյուղերն եք հանձնելու, ասեք։ Էդ էլ իմանանք, որովհետև հենց որ Սյունիքը չլինի, մենք ստեղից դուրս են գալի բոլորս։ Իսկ եթե նրան հաջողվի այս ընտրություններում հաղթել, ես իմ համար օրինակ այլևս որևէ իմաստ չեմ տեսնում այստեղ մնալու եւ կարծում եմ մարդկանց մեծ մասը այդպես կմտածի, սա որ հաղթի Հայաստան չլինելու։ Շնորհակալ եմ, պարոն Խաչիկյան, մեկնաբանության եւ կարծիքի համար, հարցազրույցին սպասեք վաղը։